Ես չգիտեմ այս իշխանությունները ինչ պայմանավորվածություններ ունի, վարձוק մենք դաշնակիցներ ունենք, թե ոչ։ Որովհետև նման պարագայում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքը կեսից ավել 60-70%-ով պիտի կրճատվի եւ մենք պիտի ունենանք Բաթումի պայմանագրով 10,000 քառակուսի կիլոմետր տարածք, բայց անուն դնենք ինքնիշխան Հայաստան, դա ես համարում եմ հնարավոր տարբերակ, եթե այս իշխանությունը շարունակի գոյատևել։ Բայց ես մի բան ունեմ, ոչ թե որ ինձ հույս եմ տալիս, ես հավատում եմ, որ մենք ունենք երկու կարևոր գործոն, որը չունի մեր թշնամին, մեր հակառակորդը։ Դա հնարավոր մեր գիտամտավոր էլիտաների աշխարհով մեկ ցրված, սփյուռքով մեկ ցրված ռազմավարական մտքի մոբիլիզացիան է, եթե լուրջ աշխատենք, ոչ թե եթե ցանկանանք, եթե լուրջ աշխատենք, մենք կկարողանանք այդ ռեսուրսը ճիշտ գործածել։ Եվ երկրորդը մենք մի բան պիտի սովորենք ռազմավարական համբերություն։ Մենք նպատակ պիտի դնենք, մենք նպատակ պիտի ունենանք, աննպատակ պիտի չապրենք։